Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, մենք Հայաստանի ողջ տարածքում շարունակում ենք փնտրել, գտնել եւ ամենակարևորը ձեզ ներկայացնել Հայաստանի 100 լավագույն բժիշկներին, կատարյալ բժիշկներ, մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են հանրային առողջապահությանը եւ շատ հաճախ մենք նրանց արժանին չենք մատուցել եւ այս նախագծի նպատակն է Հայաստանում գործունեություն ծավալող բոլոր բժիշկներին ասել շնորհակալություն իրենց վաստակի, իրենց աշխատանքի, իրենց նվիրվածության համար եւ բնական է, որ մենք բոլորին չենք կարող հանդիպել, բայց կարող ենք մեր 100 լավագույն բժիշկների լեզվով, նրանց շուրթերով եւ ամենակարևորը նրանց դեմքով ասել շնորհակալություն լավագույն բժիշկներին եւ ցույց տալ այն մարդկանց, ովքեր մշտապես առաջնագծում են, որովհետեւ սա մի սահման է, որտեղ մարդու կյանքի ու մահվան հետ ամենօրյա կռիվ է եւ պայքար։ Եվ այսօր մեր որոնումները բերել են մեզ Արթիկ, որտեղ սիրով ներկայացնելու եմ Տիգրան Մահորյանին, նա հրաշալի վիրաբույժ է, Արթիկի բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբույժ, նաև հատուկ մասնագիտացված լապարասկոպիկ եւ էնդոկրին վիրաբուժության ուղղությամբ, ինչը նշանակում է, որ նրա շնորհիվ այդ ուղղությունները եւս հասանելի են Արթիկի եւ տարածաշրջանի համայնքի բնակչությանը։ Պետք է նշել, որ նա ավելի քան 15 տարի առողջապահության ոլորտում է եւ ինձ համար շատ կարեւոր, նա ընտրել է Արթիկը բառի իրական իմաստով, որովհետեւ հրաշալի տիրապետելով գերմաներենին, եղել է Գերմանիայում, բայց վերջնական որոշում այսպես կայացրել է, որ պիտի գա Հայաստան եւ աշխատի հենց Արթիկի բժշկական կենտրոնում։ Բժիշկ ջան, բարև ձեզ, ինչպես է տրամադրությունը։ Բարով եք եկել, շնորհակալություն, նորմալ։ Շատ լավ, մենք մի քանի կարևոր հարց ունենք ձեզ եւ առաջին հարցը հենց դրա մասին է, դուք իսկապես Գերմանիայում կարող եք ունենալ մեծ հաջողություններ, բայց հողի կանչը ձեզ հետ, ձեր ճակատագրի հետ այլ խաղ խաղաց, ինչ էր սա։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարությանը մարզային բուժհաստատություններին եւ մարզային բժիշկներին ուշադրություն դարձնելու համար, որովհետեւ թյուր կարծիք կա, որ լուրջ բժշկությունը միայն Երևանում է կենտրոնացած, չնայած որ մարզերում եւս բժշկությունը բարձր մակարդակի վրա է եւ մարզային բուժհաստատություններում եւս ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն, ինչի շնորհիվ որ շատ բուժառուներ ստիպված չեն լինում հասնել Երևան եւ տեղում ստանում են համապատասխան բուժօգնություն։ Հայաստան գալու հետ կապված պատճառներից երկուսը կնշեմ։ Առաջինը շատ էի սիրում իմ հայրենի քաղաքը եւ հենց Գերմանիայում այդ լեզվի քննությունը B2 մակարդակը ստանալուց առաջ ցանկությունս այնուամենայնիվ Արթիկ կամ Հայաստան վերադառնալն էր եւ երկրորդ առաջարկվեց շատ էի սիրում վիրաբուժությունը, իմ մասնագիտությունը, Գերմանիայում հնարավորություն եղավ աշխատել այլ բժշկական ուղղություններով, ոչ վիրաբուժական, իսկ ես անպայման ուզում էի, որ վիրաբուժությամբ զբաղվեմ, նորից եմ կրվում, որովհետեւ շատ էի սիրում իմ մասնագիտությունը։ Շատ լավ, բժիշկ, դուք Արթիկում շատ կարևոր առանցքային խնդիրներ եք լուծում, մասնավորապես լապարասկոպիկ վիրահատությունների իմաստով, նախ ուզում եմ հասկանալ սա ինչ ծավալ է եւ կոնկրետ ինչ խնդիրներ են լուծվում, որտեվ շատ կարևոր է, դուք էլ նշեցիք եւ մենք պարբերաբար նշում ենք մեր մարզերի բնակչության համար, որ առաջին այսպես պատահած առողջական խնդրի պատճառով պետք չէ շտապել Երևան, մտածելով թե լավագույն բժիշկները Երևանում են, ամենևին էլ այդպես չէ, կատարյալ բժիշկներ են աշխատում մարզային բժշկական հաստատություններում եւ փորձենք այդ լաբարասկոպիկ մասով նախ հասկանալ մինչև էնդոկրինը, ինչ կոնկրետ վիրահատություններ են, ինչ ծավալի վիրահատություններ են իրականացվում։ Տեսեք, ուրեմն փորձում ենք կատարել այն միջամտությունները, որոնք որ հնարավոր է կատարել մեր բժշկական կենտրոնի պայմաններում։ Նախ Արթիկի բժշկական կենտրոնը ունի սահմանափակումներ, մենք չունենք ռեանիմացիոն բաժանմունք եւ հետեւաբար ծանր հիվանդներով զբաղվել պլանային կարգով չենք կարող, այսինքն այդ ծանր հիվանդներում մենակ հրատապ դեպքերի ժամանակ։ Երկրորդ վիրահատությունների ծավալ կա, որ փորձում ենք ապագայում ավելի ներդնել ու փորձել այդ ծավալները անել։ Առայժմ լապարասկոպիկ խոլեցիստեկտոմիաներ, ապենդեկտոմիաներ, ճողվասկահադում պլանավորում ենք առաջիկայում ձեռք բերել այլ սարքավորումներ, օրինակ մեծ կալիբրի անոթներ այրելու համար պետք է լիգաշուռ կոչվածը կամ դրա փոխարինող, որը առ այսօր չենք ունեցել, այսինքն եթե մեր հանդիպումը
կրի շարունակական բնույթ, հուսով եմ մի տարի հետո էլ ավելի ընդլայնված կլինի վիրահատությունների ցանկը։ Շատ լավ, գանք էնդոկրին վիրաբուժությանը, այս իմաստով էլ հատկապես որ Հայաստանը խոնավ երկիր է, մենք գիտենք, որ էնդոկրին խնդիրները բավականին շատ են, այս իմաստով ինչ ենք անում այստեղ։ Ուրեմն տեսեք, երբ որ գործունեությունը սկսեցի Արտիգի բժշկական կենտրոնում, մարզում հետաքրքրվեցի եւ պարզվեց, որ այդքան էլ հիմնականում հենց վահանաձև գեղձի խնդիրներով հիվանդները մեծամասամբ չէի լսել, որ մեր մարզում կատարվեր այդ վիրահատությունները եւ շատ եմ ուզում կարեւորեմ այն հանգամանքը, որ տեղի բնակչության համար գիտեմ, որ մեր բժշկական կենտրոնում հասանելի է նման ծառայություն եւ կարող են մեր թիմի շնորհիվ էնդոկրին վիրաբուժությամբ զբաղվելու համար նաեւ սպეციფიկ առանձնահատկություն ունի անեստեզիան, անեստեզիոլոգը եւս պետք է տիրապետի այդ անեստեզիայի կանոններին եւ մանրուքներին, իսկ մեր անեստեզիոլոգը տիրապետում է եւ մեր թիմով փորձում ենք կատարել այդ վիրահատությունները։ Շատ լավ, հրաշալի եւ շնորհակալություն ձեզ դրա համար եւ ոչ միայն դրա առհասարակ այսքան հասանելի դարձնելու առողջապահական ծառայությունները մարզում եւ մասնավորապես Արտիկում։ Ես ուզում եմ նաեւ խոսել սովորաբար մեծ հիվանդանոցներում շատ հաճախ է պատահում, որ բժիշկները անգամ իրանց միմյանց չեն ճանաչում, բայց փոքր բժշկական հաստատություններում այսպես մի ընտանիք է։ Ձեզ մոտ թիմը ինչպիսին է, ինչ կարող եք ասել այս թիմային աշխատանքի մասին։ Թիմային աշխատանքի մասին միանշանակ այլ կերպ բուժ ծառայություն կամ վիրահատություններ իրականացնել առանց թիմային ծառայության հնարավոր չէ, դրա համար պետք է այն ադմինիստրատիվ օղագից բժշկական թիմից մինչև բուժքույր հավաքարարի նույնիսկ մագարտակի կամ սանիտարկայի պետք է թիմային աշխատանք եւ հենց ձեր նշած այդ թիմային աշխատանքի կամ թիմի շնորհիվ է, որ այսօր մեր բուժհաստատությունում տարեկան շուրջ 1000 վիրահատություն է կատարվում, փորձում ենք ընդլայնել ծառայությունների սպեկտրը, քանի որ տեսեք, մեզանից 25 կիլոմետր հեռավորության վրա կա մարզ կենտրոն, մարզային հիվանդանոց, որը հագեցված է ամեն տեսակ սարքավորումներով, ունի եւ ռեանիմացիոն բաժանմունք, համակարգչային տոմոգրաֆ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ, որը մեր մոտ չկա, եւ այս կոնկուրենցիայի մեջ, որբիսի տարեկան կատարել մեր բժշկական կենտրոնում 1000 վիրահատություն, պետք է միանշանակ թիմային աշխատանք, մեծ ջանքեր գործադրել եւ մենք փորձում ենք դա անել, որբիսի նորից եմ կրկնում մեր բնակչությունը հնարավորություն ունենա ստանալ բարձր եւ որակյալ բուժօգնություն, ինչը որ հնարավոր է ստանալ տեղի բժշկական կենտրոնի պայմաններում։ Ուզում եմ նաեւ ավելացնել, որ պետությունը պլանավորել է առաջիկայում կառուցել նոր բժշկական կենտրոն, ճիշտն ասած չգիտենք ավարտը երբ կլինի, բայց համոզված ենք, որ այդ նոր բժշկական կենտրոնի կառուցվելուց եւ առավելապես այդ նոր գործիքակազմով համալրվելուց հետո շատ ավելի բժշկական միջամտությունների եւ օգնությունների ծավալը հնարավոր կլինի մեծացնել։ Շատ լավ, շնորհակալ եմ եւ առհասարակ համայնքային բժշկական կենտրոնները շատ կարեւոր առաքելություն են իրականացնում նաեւ այն իմաստով, որ բեռնաթափում են առանց այդ էլ կենտրոնացված Երևանը, իսկ Երևանի կենտրոնացումը մեր Հայաստանի դարի, այսպես ամենամեծ աղետներից մեկն է։ Բժիշկ, ես ձեր թույլտվությունը չունեմ, բայց պարտավոր եմ սրա մասին խոսել հեռուստատեսությամբ, հարգելի բարեկամներ, բժշկի նախաձեռնությամբ այս հիվանդանոցի բակում կառուցվել է մատուռ, ինչը շատ առանցքային նշանակություն ունի, որովհետև շատ հաճախ ենք մենք խոսում, որ բժիշկները հերոսներ են, բայց բժիշկները շատ հաճախ են ասում, որ առանց Աստծո ի վերջո երբեմն հնարավոր չէ մարդու կյանք փրկել։ Այդ նախաձեռնության մասին սա ինչ ուղերձ է ըստ էության։ Ճիշտն ասած, չէի ուզենա այդ մասին բարձրաձայնել կամ խոսել, ուզում եմ մենակ մի բան ասել, որ մեր գործում միշտ մեր վիրահատում միշտ զգում ենք Աստծո շունչը, բժիշկը միշտ պետք է հավատով մոտիկանա իր բուժառուին, նույնն էլ փոխադարձ բուժառուն էլ հավատով պետք է վերաբերվի իր բժիշկին։ Մենակ մի բան կասեմ, որ թող Աստված պահապան լինի բոլոր
բուժառուներին եւ բոլոր աղոթները թող հասնեն առ Աստված։ Շատ լավ, շնորհակալություն եւ փորձենք ամփոփել մեր զրույցը։ Մեր նախագծի այսպես նպատակն է բոլոր բժիշկներին արժանին մատուցել եւ ուզում եմ լսել նաեւ ձեր մաղթանք ուղղված բժիշկներին, ձեր գործընկերներին Հայաստանի ողջ տարածքում։ Մաղթում եմ բոլոր բժիշկներին առողջություն, քաջ համբերություն, որովհետեւ բժշկությունը բավականին պատասխանատու եւ ծանր աշխատանք է եւ ցանկանում եմ, որ բոլոր բժիշկները առաջին հերթին իրենք գոհ լինեն իրենց կատարած աշխատանքից ամենամեծ գնահատականը իմ կարծիքով այդ առողջացած հիվանդի, բուժված հիվանդի հայացքի կամ դեմքի ժպիտն է, երբ որ բժիշկը տեսնում է, որ իր հիվանդը գոհ է իրենից։ Շատ լավ, շնորհակալ ենք, ձեզ մաղթում ենք առողջություն եւ ես տեղեկացնեմ, որ դուք ընդգրկված եք Հայաստանի 100 լավագույն բժիշկների ցանկում, սա մեր առաջին ծանոթությունն էր հեռուստադիտողի հետ, բայց մեր նախագծի ամենակարևոր փուլերը ձեր մասին պատմող գրքի հրատարակում եւ նաեւ մեծ արարողություն դեռ արժևում են, ուստի մենք դեռ հանդիպելու ենք։ Բարեկամները, այսպեսին են մեր բժիշկները, հրաշալի, համեստ, կատարյալ, մաքրամաքուր։ Շնորհակալ լինենք բոլոր բժիշկներին, մենք դեռ հանդիպելու ենք։